Հրապարակ թերթը գրում է ազգային ժողովում 3 եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում։ Քաղաքացիական պայմանագրի վերնախավը մեծ ընդմիջման ժամին տորթով, սալյուտներով Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ շտապեց ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ։ Վերջինս ազգային ժողովի առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում Հայաստանի դեսպան է եղել։ Իսկ ընդդիմությունը նշում էր Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ իշխանությունն աշխատանքներ է տանում նաև Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ։ 3 իշխանական շրջանակներից թերթին ասել են, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Իսկ եթե հոժարական քաղաքացիական պայմանագրի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի, թե ովքեր են թիրախները, անունները չեն տվել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ինքնավնասումով բանակից ազատված ՔՊԱ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 3 միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ազգային ժողովի ամբիոնից մի սրտառուչ ելույթ ունեցավ, անդրադառնալով տարիներ առաջ թերթի գրած մի լուրի. «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, դա բարոյական էր թե անբարո։ Այդ ընթացքում կապնվեցին համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը եւ այդ երեխու վրա հոդված գրեցին», ասաց նա, չմանրամասնելով թե խոսքն ինչ լուրի մասին է եւ փորձելով տպավորություն թողնել, թե թերթը մտել է իր ընտանիք թիրախավորել իր անչափահաս դստերը։ Մինչդեռ հրապարակման գլխավոր հերոսը ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը պատգամավորը։ Նրա կերպարն էր հրապարակ թերթը ընդամենը բացահայտել, գրելով, որ ՔՊԱ-ական պատգամավորը 2018 թվականին ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել, թե այդ լուրի ինչն էր անբարո եւ որտեղ էր տեսել ընտանիք մտնելու փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին բնականաբար չբացատրեց։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղ ունեցածից հետո լարվել է։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը զանգել է Ավինյանին ու հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ որոշում չկայացնել։ Թաղապետին դեռ պետք չէ կպնել։ Ավինյանն էլ, որ տրամադրված էր ազատվելու թաղապետից, նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել։ Փաստորեն իր ենթակայության տակ աշխատողներին էլ է Փաշինյանը որոշում, թե երբ պետք է ժերտ տալ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի ներքին կարգով ասել են, որ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամներից Աշոտ Հայրապետյանին կողմ քվեարկեն, իսկ ահա մյուս գիտնական անդամների մասով դեռևս որոշում չկա։ Բարձրագույն դատական խորհրդում 3 գիտնական անդամի թափուր տեղ կա եւ այս պահին 3 գիտնական թեկնածու ազգային ժողովում են։ Գրում է թերթը։